Բարի Սիվիլներ, տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, նույն կուսակցության գործադիր մարմնի անդամ Հասմիկ Հակոբյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Մենք ձեզ հետ խոսել էինք այս տաղավարում ընտրություններից առաջ, այսինքն նախընտրական շրջանում, եւ ընտրությունների արդյունքները արդեն պարզ են, քաղաքացիական պայմանագիրը թեպետ ստացել է 49.7, հա, եթե չեմ սխալվում 49.7%, բայց մեր օրենսդրությունն այնպեսին է, որ դա բավարար է, որպեսզի նաև միանձնյա կառավարություն ձևավորի իշխող ուժը, բայց այնուամենայնիվ ընդդիմադիր բլոկի որոշ ներկայացուցիչներ ձեզ ոչ թե մեղադրում են, այլ ֆիքսում են հետևյալը, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, դե 2018-ին տոտալ մեծամասնություն էր, 2021-ին 54% էիք ստացել, հիմա ընդհանուր ընտրության մասնակիցների 49%-ն եք ստացել։ Եվ ըստ այդմ իրենց կարծիքով դուք արդեն չունեք ընտրողների մեծամասնության աջակցությունը։ Ինչ կպատասխանեք։ Մենք բացարձակ թվով հավաքել ենք ավելի շատ ձայն, քան նախորդ բոլոր ընտրություններին։ Մենք ստացել ենք պատմական մաքսիմումը մեր ստացած ձայների։ Այո, բայց նաև ընտրողների մասնակցությունները բարձր։ Դա բացարձակ թվով, բայց համամասնության մեջ առաջին անգամ է Հայաստանում, որ այս աստիճան մասնակցությունն է շատ, եւ դա ունի պատճառ։ Մենք տեսանք, որ ինքնաթիռներով եւ ցամաքային ճանապարհով բերում էին մարդկանց եւ ստիպում էին ընտրել կոնկրետ ուժի կամ ուժերի, հա, մեր ասած երագլխի որևէ ուժի։ Տիկին Հակոբյան, նախ առաջին անգամ չի ներողություն, 17 թվականին եւս բարձր է եղել, մոտավորապես 60% մասնակցություն է եղել։ Մեր ստացած ընդհանուր Հայաստանում է նկատի ունեմ։ Հիմա ինչ եմ ուզում ասել, մեր հավաքած ձայները տոկոսային առումով հնարավոր է, որ ոչ թե հնարավոր, այլ քիչ է, քան նախորդիվ, բայց բացարձակ թվով ստացած քվեների քանակով մենք ստացել ենք շատ մեծ աջակցություն եւ վստահություն, ինչը շատ պարտավորեցնող է։ Եվ պատճառն էլ այն է, որ բերվել է դրսից ընտրողներ, եւ սա դուք գիտեք, նաեւ գիտեք մեր հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունների արդյունքում, հա, այդ մարդկանց, որոնք եկել են Հայաստան, իրենց խոսակցությունից, որ եկել ենք ընտրենք ժամի 7-ին գնանք, որ հանկարծ հետևանքները մենք մեր երեխաները չկրենք, դա մեկ մարդու խոսակցություն էր, որ տարածվեց, բայց ես նայել եմ տարբեր լրատվամիջոցների այնտեղ արած հարցազրույցները, որ հիմնականում դա են ասում, նաև հրապարակում իրենց աջակցող հանրավակին, որ եկել ենք 50 հոգով ենք եկել, չեք տեսել այդ կտորները։ Ահա, մարդիկ 50 հոգով եկել են, ընտրեն ու գնան Սամվել Կարապետյանին այս դեպքում։ Այնպես որ պարզ է թե ինչու է շատ մասնակցությունն եղել եւ դրա մեջ մեր հավաքած շատ ձայները ավելի քիչ տոկոս բացել։ Տիկին Հակոբյան, կարծում եք հիմնականում պատճառը դրսից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակտիվորեն Հայաստան ժամանած կամ կազմակերպված ձևով Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ Սիվիլնեթը եւս ունի հետաքննություն դրա վերաբերյալ, թե ինչպես էին կազմակերպում, հա, ընտրողների ընտրական туриզմ, այսպես ասած, նրանց պատճառով է տեղի ունեցել այսքան բարձր, հիմնականում նրանց պատճառով է տեղի ունեցել բարձր մասնակցություն եւ այդ մասնակցության մեջ ԿՊ-ն չի ստացել 50 եւ ավելի պլյուս ձայն։ Նաեւ դա Նաև ես շատ որտեղ դա մոտավորապես 30-ից 40 հազարի մասին է խոսքը, եթե ես ասեմ ես հասկանում եմ ուր եք տանում, միգուցե 100,000 կամ 150,000 քաղաքացի չի եկել, բայց ես օրինակ ստանում եմ ահազանգեր եւ իմ գործընկերները, մարդիկ նաև հրապարակավ ասում են, որ այնտեղից ստիպել են ընտանիքի անդամին անպայման ընտրել, որովհետեւ են Ռուսաստանում կունենան խնդիրներ։ Եթե այստեղ ընտանիքը չընտրի, այնտեղ գտնվող ընտանիքի անդամը կունենա խնդիրներ եւ կգնա օրինակ Ուկրաինայի դեմ պատերազմի։ Այսպիսի հրապարակավ մարդիկ սրա մասին խոսում են։ Հրապարակավ։ Եվ նաեւ կարող է եկած ձայները լինեն, դրսից եկածները լինեն 30-50,000, բայց այդ մարդիկ շատ ավելի շատ ձայն են ստացել տարբեր զեղծարարությամբ։ Օրինակ ասում եմ, վախացնել, որ այնտեղ իրենց խնդիր կունենա իրենց բիզնեսը, իրենք չեն կարողանա իրենց գործունեությունը շարունակել, կտանեն պատերազմ եւ այլն, եւ այստեղ փաստորեն ընտանիքը ընտրում է։ Այդ մարդիկ խոսում հրապարակավ, որ իրենց ընտանիքի անդամին ինչ որ Ռուսաստանում վախեցրել են կամ վախի մտնորդի տակ գնացել են ընտրելու։ Վախեցրել են, որ ընտրեն այդ մարդկանց։ Չէ, նկատի ունեմ հրապարակավ նման հայտարարություններ կա, չեմ տեսել դրա համար եմ հարցնում։ Իմ եւ պարոն Թորոսյանի համատեղ լայվեր ենք անում եւ այդ լայվի տակ օրինակ ես հիշում եմ վերջին անգամ 3 թե առաջի օրը լայվի տակ քաղաքացին գրել էր դրա մասին։ Բայց
Ես նաև չեմ բացառում ակտիվ։ Դե ես ասում եմ ահազանգ եմ ստացել։ Ես չեմ ասում հակակոռուպցիոն կոմիտե։ Ես ասի հակակոռուպցիոն կոմիտեն ասում է դրսից եկածների ձայնագրություններ են գլուսում, ոնց են կազմակերպում եւ շատ այո լրագրողական տարբեր հետաքննություններ կա, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել նաև անաչառ լրագրողներին, որ հետաքննություններ են անում ու ցույց են տալիս քաղաքացին։ Բայց նաև ես ասում եմ, որ սենց ահազանգեր ունենք։ Բացի դա, ես նաև չեմ բացառում ակտիվ մասնակցությունը, նաև այն քաղաքացիների կողմից, որոնք զգալով այդ վտանգը, որ դրսից մարդը գալիս է իր ճակատագիրը որոշելու ու գնալու, գնացել է իր զայնատվել է քաղաքացիական պայմանագրին, չգիտեմ, նույն Գուրգեն Սիմոնյանին կամ այլ ուժի բոլորին դեմեմին, ինչ որ մի կերպ իր քվեն օգտագործվել է, որ տոկոսային այդ հարաբերակցության մեջ Երևա նաև իր կարծիքը։ Ես սա էլ չեմ բացառում, բայց այն որ բոլոր հարցումները, շատ արժանահավատ հարցումներ ցույց են տալիս, որ միայն այս եռագլխի ձայներն է, որ մոտավորապես 100-150 հազարով ավել է, քան հարցումներն էին ցույց տալիս։ Սա եւս ակնհայտ է։ Թվեր են կարող ենք սա նաև դնել ու համեմատել ու ապացուցել։ Հա, հարցումները միշտ չէ, որ հարցումները նախընտրական տրամադրություններն են ցույց տալիս, հարցումները դեռ ցույց չեն տալիս։ Այո, դեռ դժվար է հարցումներով կողմնորոշվել, որքան ձայն կստանա։ Այնուամենայնիվ, լավ Տեսեք, երեք էլ եթե չեմ սխալվում, ազգային ժողովի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նրա մասին, որ այդ փողով ձայների եւ այլնի մասին ընդդիմությանը մեղադրեց փողով ձայներ ուրեմն ներգրավելու մեջ, ասելով, եթե չեմ սխալվում, որ այդ 500,000-ից նկատի ունի երևի ընդդիմադիր երեակա, հա, որ ստացել է մոտավորապես 500 եւ ավել հազար ձայն, մոտավորապես 70%-ը ստացվել է փողով։ Գերակշիռ մեծամասնությունը։ Երբ որ 70% հաշվարկում ենք, խոսքը մոտավորապես 350,000 մարդու մասին է։ Դուք կարծում եք Հայաստանում 350,000 մարդ պատրաստ է իր ձայնը գումարով վաճառել, եւ արդյոք սա վիրավորանք չի իրենց նկատմամբ։ Ես կարծում եմ, որ սա մեր հասարակության մեջ պետք է հենց վիրավորանք էլ ընկալվի եւ լինի ամոթալի ինչ որ մի կերպ ներգրավելը ընտրակաշառք բաժանելու եւ վերցնելու այդ արատավոր երևույթին։ Դա միանշանակ, բայց երբ որ 350,000 մարդ ես հիշում եմ, բոլորս ապրել ենք, չէ՞, 18-ից առաջ Հայաստանում։ Ես հիշում եմ մեր հարևանը մի հոգին, ինքը 3 կուսակցությունից գումար էր վերցնում, ասում էր լավ եմ արել, մտել հպարտանում էր եւ ասում էր կգնամ կընտրեմ ու ուզում եմ։ Հիմա այս մեր հասարակության մեջ դա ամոթալի չէ եւ դրա համար այսքան համատարած է։ Մի քանի 100 մարդ հիմա ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվում է, այսօր անցնում է այս քրեական գործով 248 անձի նկատմամբ, ըստ մի քանի 100 մարդ հենց հիմա մեղադրական ուրեմն մեղադրանքի առաջադրված, հասկանում եք, ու մենք ամեն օր այսօր էլ է եղել ինչքան գիտեմ եւս մեկ ձայնագրություն, այսօր եւս օրինակ ձայնագրություն, ես վստահ եմ մենք դեռ ամիսներով այս ձայնագրությունները լսել ենք, սա համատարած է, հասկանում եք, երեք այդ եռագլխից մեկի падգամավորը, որը նաեւ տեխնացու է եւ նորից падգամավոր է դառնալու, ասում է 2005 ընտրատեղամաս կա, ընդամենը ասում է 160 քանիսի դեպքով է արձանագրված այդ ընտրակաշառքը։ Հասկանում եք ինչի մասին ենք խոսում։ Այսինքն հպարտանում են, որ ընդամենը 100 քանիսում է ամբողջ ընտրատեղամասերում չի այդ խախտումները եւ ընտրակաշառքի դեպքերը։ Բայց սա բոլորս գիտենք, որ համատարածախր ապրում ենք, խոսում ենք, լսում ենք, տեսնում ենք։ Ախր բայց հասկանալի է, բայց դրանք պետք է դեռ ապացուցվի։ Եվ ասել, որ ոչ, դա վիրավորական է, մի ասեք դրա մասին, մենք ոչ պոպուլյար, շատ ավելի բարդ բաներ ենք ասել եւ ստացել ենք ընկալում, որովհետեւ մենք բացարձակ ճշմարտություն ենք։ Չէ, նկատի ունեմ, դրանք պետք է, որովհետեւ դա հանցագործություն է տվյալ դեպքում ընտրակաշառք եւ տալի եւ ստանալը։ Եվ տվյալ դեպքում դրանք պետք է ապացուցվեն, երբ որ մարդուն ասում ենք 350,000 մարդ Հայաստանում գումարով ձայն է տվել, դա իսկապես չգիտեմ, դա հստակ ապացույցների կարիք ունի։ Մոտ 70% է հնչել վարչապետի կողմից եւ նոր դուք ասացիք թե քանի անձ է հենց հիմա մեղադրանք առաջադրված եւ դեռ 248 անձ։ Եվ սա, գիտեք, ցանց է։ Երբ որ դու ինչ որ մեկին գտնում ես, որ բաժանում է, ինքը բաժանում է ինչ որ X-ով մարդկանց, ասենք անգամ 100 պետք է անես։ Ցանցային մարքեթինգ է, չէ՞։ Ասենք բանը ուժեղ Հայաստանի ղեկավարը, քսակով որևէ մարդ կամ այն մյուսը Ռոբերտ Քոչյանի կամ Գագիկ Ծառուկյանը բաժանում է, տալիս է իր տասնապետերին, տասնապետերը հարյուրապետերին, հարյուրապետերը հազարապետերին ու սենց բաշխվում է արդեն մնացածի մեջ։ Երբ որ դու ինչ որ մի տասնապետ ես բռնում, դու իր տակ բազմաթիվ հազարավոր մարդիկ ես գտնում։ Սա սխեմա է եւ որը հրաշալի աշխատել են, ճակերտավոր հրաշալի, բայց անթերի
նախորդ իշխանության դեպքում։ Ու հիմա այն մարդիկ, որոնք երևի 18-ից առաջ էին փող բաժանում, հիմա էլ էին փող բաժանում, որոնք նաև բաժանել են մեր անցկացրած նախորդ ընտրություններին։ Ու հիմա փառքուպատիվ են իրավապահ համակարգին, որը sense ինտենսիվ բացահայտումներ են, որը շատ քիչ տոկոս է այն բացահայտումների, որը մենք հիմա ունենք։ Եվ մեր առաջիկա աշխատանքը լինելու է այն, որ բոլոր այդ փող բաժանողները, փող վերցնողները եւ ամենակարևորը այդ փողի տերը, ով որ այդ այն ամենավերևում աբուրգի ով տալիս է տասնապետին, հարյուրապետին ու հազարապետին, ինքը պատասխանատվության ենթարկվի։ Հասկանում եք, որպեսզի ինչ որ մեկը չգա ու հանկարծ չստացվի իշխանության զավթում եւ պետության զավթում։ Մի քիչ պրովոկացիոն հարցնամ։ 350,000 մարդ եթե պատկերացնենք, որ փող է վերցրել, ինչպես դուք եք ասում, հա, դա քրեորեն պատժելի արարք է։ 350,000 մարդ ձերբակալվելու է Հայաստանում։ Բոլոր ընտրակեղծարարները, կաշառակեր թե կաշառատու պետք է պատասխանատվության ենթարկվեն, բա իհարկե, բայց ում երեխա, իմ երեխու ապագան են ուզում, հա, վաճառեն ինչ-որ միտեղ ձեր երեխայի, ով իրավունք ունի փողով որոշել եւ ժողովրդավարությունը սենց ոտնատակ տա, ով իրավունք ունի։ Պատկերացնում եք այդքան մարդու ձերբակալել։ Եթե այդքան գող լինի եւ մարդասպան հանրապետությունում, պետք է ասենք, չէ, 300,000-ը շատ թիվ է, եկեք դրանցից 10%-ին նստացնենք, հա, ո՞նց ենք պատի։ Դա պակաս հանցագործություն չի, էլի։ Դա շատ լուրջ հանցագործություն է։ Ամենակարևոր արժեքի ժողովրդավարության դեմ ամենամեծ հանցագործությունն է։ Այդքան ուղղակի որքան լինի, այդքան էլ նոր բանտեր կսարքվեն, մենք ունենք նաև այլ ընտրանքային պատժի միջոցներ կրելու, մենք եւ բոլոր ընտրակեղծարարները թող հանգիստ լինեն, բոլորի համար տեղ կգտնվի։ Լավ, հասկանալ, տեսեք, ձեզ ինչու եմ մեղադրում, երբ որ պարոն Ռուբինյանն էր, եթե չեմ սխալվում, խոսեց դրա մասին, ասաց հետեւյալ, այ 500,000-ը մոտավորապես իշխանության խոսույթից ստացվում է հետեւյալը 500,000-ը ոչ լեգիտիմ է, իշխանության ներողություն, ընդդիմության ստացած քվեները ոչ լեգիտիմ է, այ իշխանության ստացած 700,000 քվեն եւ 700,000 եւ ավելի քվեն լեգիտիմ է, հա։ Եթե ինչ որ մի մասի քվեն ոչ լեգիտիմ է, մյուս ընդդիմադիրներն են ձեզ ասում, օրինակ Էդմոն Մարուքյանը, ապա ամբողջ պարլամենտն է ոչ լեգիտիմ։ Ինչու կարող է լինել պարլամենտի մի մասը լեգիտիմ, մյուս մասը ոչ լեգիտիմ։ Նախ Էդմոն Մարուքյանը որքան էլ փորձի նոր ընտրություններ այտենց խնդրի կամ պահանջի, մեկը ինքը շանս չունի վերարտադրվելու, հենց որ իր համար թող մեկ լինի։ Մյուս կողմից, նախ որ խոսում ենք 500,000, այդպես չէ՞ էլի, հարցը կաշառքով ֆիքսված ձայներն են։ Մարդը որ կաշառքով կամ որևէ պրագոններից են խոսում, ես տեղեկացա այդ ձայնագրությունից ինչա պրագոն, այդ գողական բարքերը եւ այլն։ Այդ ամեն ինչով եկած քվեն ոչ լեգիտիմ է եւ որևէ մեկը դրանում չի կասկածում։ Մենք ասում ենք այդ կերպ եկած մարդ կարող է լինի անկեղծ, էլի, գնացել է անկեղծորեն իր ձայնը տվել օրինակ Քոչարյանին կամ Կարապետյաններին, որովհետեւ ինքը իրենց իշխանության ժամանակ մենաշնորհ ունեցել, իրեն լավ ազգացել, հիմա ինքը այդ արտոնությունը չունի, առանց փողի, ինքը պրոստը ուղղակի ուզել է գնա եւ ձայն տա այդ ուժերին։ Ես սա չեմ համարում ոչ լեգիտիմ ձայն։ Ես համարում եմ մարդը ուզում է այդ ամեն ինչը հետ գա, ինքը էլի լավ լինի, այն մնացած միլիոնավոր մարդիկ վատ, դրա համար ինքը գնացել ընտրել է։ Սա ոչ լեգիտիմ ձայն չի։ Այլ բան է, ազնիվ չի մնացի հանդեպ։ Ոչ լեգիտիմ ձայնը ընտրակաշառքով եւ այդ նման արատավոր երևույթներով եկած ձայներն են։ Մենք սրա մասին ենք խոսում։ Եվ մեծ իշխանություն է տվել քաղաքացին, մեր բոլոր ձայները օրինական են եւ մենք տեր ենք այդ մարդկանց ձայնին։ Մենք ասել ենք տեր եղեք խաղաղությանը, գնացեք ձեր ձայնը տվեք մեզ, մենք հիմա տեր չնենք մեզ ձայն տված քաղաքացուն։ Տիկին Հակոբյան, տեսեք, այնուամենայնիվ ձեզ տվել են, չգիտեմ, 726,819 ձայն։ Այո։ Մնացած քաղաքացիները տարբեր մոտիվներով, բայց ձեզ ձայն չեն տվել։ Այո։ Այդ նշանակում է կամ դժգոհ են ձեզանից, կամ ձեզ չեն տեսնում իշխանություն, տարբեր պատճառներով։ Այդ մարդիկ, օրինակ, դժգոհությունը կարող է նաև արտահայտվել այլ ձևով, մնալ տանը, չգնալ ընտրության, բայց որևէ կերպ գնացել են եւ ձայն են տվել այլ քաղաքական ուժերի, տարբեր քաղաքական ուժերի։ Դուք կարծում եք իսկապես, ասենք, ձեր նկատմամբ չկա այդ դժգոհություն, այդքան դժգոհություն, որ իրենք չկարողանային ինչ որ քաղաքական ուժեր գտնել եւ տալ ձայները։ Եվ ինչու է կարծում եք այդ 550,000 մարդը ոչ լեգիտիմ է։ Այդ մարդու քվենն է, ոնց կարող է լինել ոչ լեգիտիմ։ Եթե ինչ որ մեկը մտածում է, որ փողով կամ գողական բարքերով եկած քվեն լեգիտիմ է, դա իր ընկալման հարցն է եւ ես այդտեղ չեմ վիճում։ Իմ ընկալմամբ եւ մեր օրենսդրությամբ չի կարելի այդպես, այսինքն մարդը չի գնալու ընտրի X քաղաքական ուժին, բայց եթե գումար են տալիս, ինքը գնում է ընտրում է եւ գումարը վերցնում է։ Սա լեգիտիմ ձայն է, անկեղծ։
Բայց մենք չգիտենք էլ դա 70% է, 30% է, թե 20%։ Եթե մեզնից այդ քաղաքացին դժգոհ էր, եթե այս ուժերը գիտեն, որ մեծամասնությունը մեզնից դժգոհ է, ինքը իր գումարը ջուրը չի լցնի, չի տա ինչ-որ մեկին, հասկանում եք։ Ինքը գիտի, որ այդ քվեները չունի։ Դրա համար ոչ մեկ հիմար չի, մանավանդ այդ բիզնեսմենները, ոչ մեկ հիմար չի։ Ինքը ներդրում անում, փող է տալիս, որտեղ ինքը գիտի, որ առանց փող դա չի լինելու, որտեղ քվեն անվճար է։ Քվեի համար գին չկա սահմանված, որ մենք տալիս ենք 5000, ինքը տալիս է 6000, որ իրան ընտրի։ Հասկանում եք, մրցակցություն չկա։ Մենք գնում ենք ծրագիր ենք ներկայացնում եւ մեր կատարած աշխատանքը, ասում ենք մեզ ընտրի։ Ինքը չունի այդ ամեն ինչ ասել, ինքը գումար է տալիս եւ եթե վստահ լինի, որ մեզնից դժգոհ են մեծամասնությունը, ինքը կգնա եւ կհաղթի այդ ընտրություններում եւ վերջ։ Այդ ընտրատեղամասերում ընդդիմությունն ունի մեր չափ հանձնաժողովական։ Իդեպ որ հիմա ասում են ընտրության արդյունքները պետք է նորից բանանել, այդ բոլոր ընտրատեղամասում 2005 տեղամասում ընդդիմադիր երկու հանձնաժողովականները, հասկանում եք, չէ, 2005 անգամ երկու։ Այդ 4010 հոգին ստորագրել է եւ ընդունել է քվեաթերթիկների տակ ստորագրել է իր անունը, եւ ընդունել է հաշվարկը, ընդունել է այդ տեղամասի քաղաքացիների տակ, չէ՞։ Այո, բոլոր քաղաքացիների տակ, որոնք կնքվում են, որոնք գնում են ԿՀ եւ դառնում են այն տոկոսները, որը մենք այսօր ունենք։ Եվ հիմա գալ տենց խոսել, ինձ համար դա ոչ լեգիտիմ ձայն է։ Ինձ համար լեգիտիմ է մեր ստացած ամեն մի հատիկ ձայն, այդ վերջում որ թիվ կարդացիք վերջին 8, այդ 8-ն էլ միջև այդ վերջին 1 հոգին 9, միջև այդ վերջին 9 հոգին ինձ համար լեգիտիմ է, ու մենք իրավունք ունենք այդ մարդկանց ընտրությունը տանել, լցնել ջուրը։ Ձեզ ինչու եմ մեղադրում։ Ձեզ ասում են հետեւյալը, որ ասում են լավ, մարդիկ գնացել ձեր օգտին ընտրել են, բայց դուք ընդդիմությանը մեղադրում եք ընտրակաշարք բաժանելու մեջ, կան ձայնագրություններ, հրապարակումներ եւ այլն, բայց ձեզ էլ են ասում որոշակի այսպես անուղակի, որ ընտրակաշարք եք տվել ընտրություններից առաջ։ Թոշակների մասին։ Թոշակների մասը բյուջեով չնախատեսված ծախսեր, որը արվել է ընտրություններից 1-2 ամիս մոտավորապես առաջ։ Եվ այդ բարձրացումը տեղի ունեցել։ Եվ դա վերաբերում է կոնկրետ հատուկ խմբի թոշակառուներին, որոնք առավել մոտիվացված են ընտրությունների գնալ տվյալ պարագայում դա հարցումներ են ցույց տալիս եւ ասում են, որ սրա տակ կոնկրետ քաղաքական նպատակ էր թաքնված։ Ինչ կպատասխանեք նրանց։ Ես հիմա մտածում եմ, որ մեզ լսում է ինչ-որ թոշակառու հենց հիմա մեզ լսում է։ Չէ, թոշակառուի դաշտ չգցենք։ Շատ լավ է թոշակը բարձրացնել։ Ես ձեր հարցին եմ պատասխանում։ Բյուջեով նախատեսված չէր դա։ Շատ լավ։ Ես ձեր հարցին եմ պատասխանում։ Թոշակառուն հիմա նստած է եւ լսում է այս ամեն ինչը։ Ինքը գնացել է, օրինակ, աչքը վիրահատել է անվճար, իր դեղերը, որ ինքը իր թոշակի 70%-ը տալիս էր եւ դեղ էր առնում, ստանում է անվճար եւ ստանում է այդ 70%-ը գումարած պլյուս բարձրացված կենսաթոշակ։ Իր կենսամակարդակը բարձրացրել է սրանով, ինքը ավելի առողջ է, ինքը ավելի իր կենսամակարդակը սրանով է չափում։ Ահա։ Եվ ինքը կարողանում է միս գնել եւ այլն եւ այլն։ Հիմա մենք ուզում ենք ասենք, որ այս ամեն ինչը հատուկ ձեր համար արել են, որ դու գնաս ընտրես Նիկոլ Փաշինյան, իրոք ընտրակաշարք համարվում է այն տրված գումարը, որը ինչ որ բանի դիմաց է։ Ես Չակերտների մեջ ընտրակաշարք։ Քվեի դիմաց է։ Ես բազմաթիվ թոշակառուների եմ լսում հարցումներով, ընդդիմադիրները շարագրված են, ընդդիմադիր ուրեմն վատ պատասխաններ դնեն որպես հարցման պատասխան, ես նայում եմ բոլորը եւ տեսնում եմ, որ շատ թոշակառուներ ասում են մենք չենք ընտրելու Նիկոլ Փաշինյանին, ես Սամվել Կարապետյանն եմ ընտրում, ես Գուրգեն Սիմոնյանն եմ ընտրում։ Այդ ինչ բան է, ընտրակաշարք է, որը մարդու կենսամակարդակը բարձրացրել, բայց որևէ կերպ չի պարտավորեցրել։ Տիկին Հակոբյան, իմ հարցը վերաբերում էր սրան։ Բյուջեով նախատեսված չէ թոշակների բարձրացում։ Ընտրություններից առաջ տեղի ունենում թոշակների բարձրացում, որը բյուջեով նախատեսված չէ։ Մեջ եւ չենք կաղապարվում մեր արժեվ դրած սահմաններով, օրինակ եթե մենք կաղապարվենք մեր ծրագրով, թրիփը չպետք է լիներ, առհասարակ, որտեղ մեր կառավարության ծրագրով թրիփի մասին որևէ խոսք չկա։ Մենք սպասեինք, նորից ընտրվենք, առաջարկեինք հասարակությանը, որ լինելու է թրիփ, նոր սկսեինք բանակցություններ եւ սկսեինք պայմանագրեր կնքել։ Իրոք մենք ճկունենք, եթե ինչ-որ մի պահի հնարավոր է մեր քաղաքացիների կյանքը բարելավել, մենք դա անում ենք։ Մենք խոստացել ենք 300 դպրոց, մինչև տարվա վերջ, չէ՞։ Մենք մինչև տարվա վերջ 300 մոտավորապես 70 դպրոց ենք ունենալու արդեն։ Մեր խոստացածից ավել։ Մենք այդ 70-ը թողենք, ասենք թող այդ 70 դպրոցի մոտավորապես, ասենք 1000 աշակերտը թող չգնա լավ դպրոց, մինչև մենք նորից կխոստանանք ու մեր թվերին համապատասխան կսարքենք այդ դպրոցը։ Ես հասկացած եմ, բայց տեսեք, ֆինանսների նախարարը, որ այստեղ նկատում եմ մեր մյուս ստուդիայում, Civilnet Business-ում, մենք հարցազրույց էինք անում այդ բյուջեի
բյուջեից առաջ, հա, եւ ասում էր, որ բյուջեի ծախսերի կրճատման են գնում նախընտրական տարում, որը շատ կարեւոր է, որովհետեւ պարտ կա, էս կա, եւ տարբեր հարցեր կան եւ այլ։ Ինքը մոտավորապես խոսում էր 100 միլիարդ դրամ բյուջեի ծախսերի կրճատման մասին։ Եվ ասում էր, որ չպետք է գնանք ծախսերի ավելացման ճանապարհով։ Մինչև այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարում էր, որ նպատակահարմար չէ թոշակ բարձրացնել, ավելի լավ է գնալ առողջապահական համակարգի այդ ապահովագրության ներդրման, որովհետև եթե բարձրացնենք, ինչ են անելու այդ մարդիկ, կարող է այլ ծախսեր անեն, ոչ էֆեկտիվ ծախսեր անեն իրենց համար, մոտավորապես նպատակահարմար չէր համարվում։ Ու մեկ էլ մի քանի ամիս հետո, 1, 2, 3 ամիս հետո, այդ ծախսի մասին որոշումը այն 100 միլիարդը, որ կրճատվել էր, այս թոշակով մոտավորապես հետ է գալիս։ Եկեք հասարակությանը մենք նաև ասենք, որ Վահե Հովհաննիսյանի եւ բարձրացած թոշակի ժամկետները ահագին հեռու էին իրարից։ Եվ այդ ընթացքում, մի քանի ամիս։ Այդ ընթացքում մեր խոստացած տնտեսական աճը գերակատարվել է։ Հնայի այդ հարաբերակցությունը ավելի է բարենպաստ է եղել այն առումով, որ մենք կարողանանք թոշակ բարձրացնել։ Վարչապետը, այո, հասկացել, մենք այդ ընթացքում հասկացել ենք այդ վարչապետի հայտնի ելույթի ժամանակ, որ կարող ենք որոշակի մեր թոշակառուների կյանքը բարելավել, եւ չենք գնում ոչ թե սահմանաչափը բարձրացնենք թոշակի, այսինքն 5000 թոշակ, այլ իրան տալիս ենք իր առողջությամբ զբաղվելու հնարավորություն, դրանով ենք բարձրացնում։ Ներդրում անում ենք իր առողջությամբ, որովհետև երբ որ այդ գումարը տանք, ինքը միգուցե տա թորանը, օրինակ եմ ասում, հա, ավելի լավ է իր վրա դա ծախսվի եւ դա անենք իր առողջությունը։ Հետո հասկացել ենք, որ կարող ենք նաեւ այն գումարը տանք, որը թոշակառուն կարող է, այո, տա իր թորանը, ինքը որոշի արդեն։ Մենք չանենք սա։ Հետո մենք երբ որ եկել ենք իշխանության 18 թվականին, թոշակները եղել են շատ ցածր, 26500, որքան գիտեմ։ Թե 16500, շատ ցածր։ Հա, այնտեղ տարբեր գրադացիաներ կան մեր մոտ, այո։ 16500 դրամ։ Դա բոլորին չի վերաբերում մինիմալ թոշակներ, այո, այո։ Ամենակիչը։ Եվ մենք այդ ընթացքում 4 անգամ միջև այս բարձրացումը բարձրացել ենք կենսաթոշակ։ Եվ դա, երբ որ օրինակ 1.5 տարի առաջ բարձրացել ենք, որևէ քվեարկություն եւ ընտրություն չկար։ Պարզապես թույլ էր տալիս բյուջեն եւ մենք բարձրացրել ենք։ Հիմա մենք գնում ենք նաեւ այն ճանապարհով, գիտեք, որ վարչապետը հրապարակել է, որ այդ միջին կենսաթոշակը չպետք է ցածր լինի մինիմալ զամբյուղից։ Հա, այսինքն որքան գնաճը ավելանա, դրան զուգահեռ պետք է կենսաթոշակը այնքան բարձրանա, որ թոշակառուն կարողանա իր այդ մինիմալ զամբյուղից օգտվի սնունդի։ Սա եւս անընդհատ բարձրացում է ակնկալվում, հա։ Եվ մենք դա չենք ասում, որ մեզ խոստացվել է նաև ինդեքսացիա հետագայում, այո, թոշակների։ Ավելի մատչելի եմ բացատրում, որ որքան գնաճը ավելանա, այսինքն մինիմալ զամբյուղի գինը ինչքան ավելանա, դրան զուգահեռ կավելանա թոշակը եւ թոշակառուն չի ասի, որ ես այս 50000 դրամով նախկինում կարողանում էի գնել միրգ, հիմա չեմ կարողանում, որովհետեւ գնաճ է եղել, հասկանում եք։ Եվ կարծում որ այս ձեր քայլը դրականորեն է ազդել օրինակ ընտրական տրամադրությունների վրա ձեր նկատմամբ։ Ամեն ճանապարհը, ամեն մանկապարտեզը, ամեն լավ քայլ դրական է ազդում մեր հետագա, մեր վարկանիշի վրա եւ հետո վստահություն է լինում, որ այդ քաղաքացին մեզ կընտրի։ Իհարկե ազդում է, բայց ցանկացած լավ բան ազդում է։ Ինչպես եք վերաբերում այն գաղափարին, որ ընդդիմադիրների շրջանում կա այդ գաղափարը, որ ընտրություններից 6 ամիս առաջ կտրուկ ծախսերի ավելացում այսինքն մորատորիում դրվի, չարվի, այսինքն թոշակների բարձրացում 6 ամիս առաջ չարվի, չգիտեմ, աշխատավարձների բարձրացում չարվի։ Ես կարծում սա քաղաքացիներից պոկենք իրա բարեկեցությունը, բարօրությունը, ինչ որովհետեւ դրական բան, որ իր վրա պետք է 6 ամիս շուտ ազդի, պետք է պոկենք արհեստական ինչ-որ մի բանի համար։ Ես չգիտեմ, սա քննարկման հարց է, ես չեմ կարող հիմա կարծիք ասել։ Եթե լինեն նման խաղի կանոններ, պետք է նման խաղի կանոններով շարժվել առաջ, իհարկե, բայց դա չի խանգարում 6.5 ամիս առաջ արած լավ բանը գնալ քարոզարշավին եւ ասել սա օրինակ ձեր պահանջով եւ ձեր համար արվել է, այսինքն այդ շատ արհեստական է, էլի, այդ հապաղումը ինչա թե 6 ամիսը լրանա եւ 6 ամիս այդ քաղաքացուց ենք պոկում։ Տիկին Հակոբյան, Հայաստանը իրավական պետություն է, չէ՞։ Իհարկե։ Շատ լավ։ Ինչպես եք վերաբերում որպես իրավական պետության ազգային ժողովի գլխավոր մարմնի տվյալ դեպքում պարլամենտական երկիր ենք падգամավոր այն հայտարարությանը, անկախ նրանից մենք այդ անձանց ինչպես ենք վերաբերում, ես կամ դուք, հայտարարությանը, որ Քոչարյանը պետք է նստի, Կալուգացին պետք է նստի, Ծառուկյանը պետք է նստի, երբ չկան նրանց նկատմամբ ընդունված դատավճիռներ, իրանց մեղքը փաստող, չգիտեմ, դատական ակտեր եւ այլ, սա դատական համակարգի ուղղորդում չէ։ Կամ չի կարող այդպես ընկալվել։ Շատ լավ։ Երբ որ մենք միայն այս նախադասությունն ենք լսում, այդ
այդպես կարող է թվալ։ Կարող է թվալ, որ վարչապետին դուր չի եկել այս մարդկանց աչքերի գույնը, հայերենի իմացությունը եւ որոշել է, որ այս մարդը պետք է նստի։ Բայց այդպես չի։ Եթե հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ կան իրենց նկատմամբ։ Այդպես չի, չէ։ Այդպես չի, չէ։ Եվ վստահ եք, չէ, որ վարչապետը ավելին գիտի, քան ես, քան դուք, քան ցանկացած քաղաքացի։ Էլ չեմ ասում, որ բոլորը վստահ են, գիտեն, ոնց է եղել մարտի 1-ը։ Այս մարդիկ իրենց երեխաները հիմա, այդ մարդիկ պատմել են իրենց երեխաներին մարտի 1-ին փողոցում գտնվող մարդիկ, որ ոնց է եղել մարտի 1-ը, ոնց են իրանք քնած են եղել, մտել են ու կոտորել են ժողովրդին։ Այս ամեն ինչը չգիտեն, Քոչարյանը հանցագործ չի, հա։ Ինքը մի սուրբ մարդ էր այնտեղ նստած, հանկարծ իրեն ասին, որ ինքը պետք է նստի դրա համար։ Թե իր միլիարդները հսկայական կարողությունը, այն որ ասում են մաշած կոշիկներով եկա։ Մարտի 1-ով գործը ձեր իշխանության ընթացքում է համանդրական դատարանում փլուզվել։ Այո, որովհետև գիտենք ինչ էր կատարվում։ Եվ դրա համար նաև ձեզ մեղադրում են, ասելով որովհետև այո, բոլոր բաժանաղները, բոլոր քենիները, բոլոր տեքոր կնիկները եւ այլն, բոլորը այսօր դատավոր են նստած մարդիկ եւ parze ինչ շահերով են համանդրական դատարանում։ Տարբեր տեղեր։ Չէ, համանդրական դատարանում այդ պահին տարբեր տեղեր։ Ինչ որ վճիռներ են կայացվում։ Հետո այնպիսի համակարգ չի եղել ստեղծված սահմանադրությունը թեկուզ, այնպիսի համակարգ չի դրված այս ամեն ինչը, որ հնարավոր լինի մի բան այնպես չանել։ Իսկ դուք չգիտեք, որ զենքներ թաքցրած մարտի 1-ի մասով ինչ որ ապացույցներ էին քողարկված, միը դա անգամ ունի դրա մասին վճիռ։ Մենք ինչի մասին ենք խոսում։ Այդ մարդիկ ինչից են մահացել։ Ով է սպանել։ Ով է հրաման տվել, ով է բերել դիպուկահարին։ Այդ հայտնի 0038 էր, թե ոնց էր այդ հրամանը։ Այդ լավ որտեղից է դա եկել։ 0037, եթե չեմ սխալվում, բայց այդ հայտնի հրամանը, որով բերվել էին, որոնք զորքը, ես զորք եմ տեսել, ես զինվոր եմ տեսել, զինվոր, որը պետք է սահմանը պաշտպաներ։ Ես եմ տեսել։ Երևանի կենտրոնում քաղաքացու առաջ կանգնած, ով է նրանց բերել։ Սա ամենաուժեղ սահմանադրության խախտում է, մի րոպե, սահմանադրության տապալում է։ Եվ այս մարդը գոնե սրա բերումով արդեն պետք է միջև կյանքի վերջ մնար։ Ես էլ եմ տեսել այդ զորքը այդ ժամանակ ուսանող էի, բայց տեսել եմ, բայց ես նաև գիտեմ, որ այս 8 տարիների ընթացքում որևէ մեկ անձ չի դատապարտվել 10 հոգու սպանության գործով։ Շատ լավ։ Դու գիտեք, որ հիմա նորից ընթանում է եւ նաեւ հայտնի միեդի վճիռից հետո, որը եղել է նախորդ տարվա դեկտեմբերին կարծեմ, սա եւս ոնց որ բան է տալիս, տեղ է տալիս, հա, նաեւ սրա վրա հենվելու եւ աշխատելու եւ որևէ հանցագործություն այդ վաղեմության ժամկետ այդ մարդկանց կյանքը չունի։ Ես իմ գործընկեր Անուշ Քլոյանի աչքերին ամեն անգամ նայում եմ այս խոսակցությունների ժամանակ եւ կարելի է պատկերացնել, որ այդ զոհերի ցանկացածի ընտանիքը տենց հաշտե, հա, ասում են դե լավ, անցել է 10 տարի, անցել է 20 տարի, թողենք այս թեման հանգիստ, չէ, պետք է պատասխան տան։ Պետք է ոչ միայն կրակողը, այլ կրակողին հրաման տվողը պետք է պատասխան տա։ Այս այն բանն է, ընտրակաշարք բաժաներն է։ Այն մենք գնում ենք հազարապետին ենք բռնում, պետք է գնալ այն առաջինին բռնել, եւ որ ասում է պետք է նստի, նաեւ այդ մարդիկ են նստելու։ Այս ձեզ երբ կտան պատասխան։ Ես դատավոր չեմ եւ Աստված էլ չեմ, այնպես որ, բայց ես իմ տեղում եւ իմ թիմը հանձնարարություն է վերցրել ամեն ինչ անելու եւ դա նաեւ հաջորդ տարիների խոստում է, որ այս մարդիկ բոլորը կրելու են պատասխանատվություն։ Ու այդ պատասխանատվություն կրելու ճանապարհին որևէ օրենքի, որևէ տար չի խախտվելու, ամեն ինչ օրինական է լինելու եւ որևէ մեկը չի կասկածելու դրա մեջ։ Լավ, վերջին երկու հարցը։ Մեզ մի կներեք, մի բան էլ ասեմ։ Մեզ ամենաշատը մեղադրում են, ասում են, այդ 200 միլիարդը, հա, այդ 200 միլիարդը, չգիտեմ, Քոչարյանից ինչքան եք ուզում։ Այդքանն է ինչի $200 միլիոն դոլարը, ասում են, այդքանն է կերը, գիտեք ինչեր ունի։ Մեզ մեղադրում են, որ քիչ ենք ասում, բայց այդքանն է կարողացել համապատասխան մարմինը, որպես ապօրինի մի բան ապացուցել եմ, եկալ բան, տարբեր բաներ են։ Այնպես չենք թաքցրել, կերել, սպանել, որովհետեւ դու կարողանաս եւ գնաս եւ բանի գլխին կանգնես, այդ հայտնի Պապլավոկի սպանությունը։ Իմ գնալուց հետո իմ ախրանան է եղել, ես կապ չունեմ։ Այդպես չի, չէ՞։ Բոլորը գիտեն, չէ՞, ինչա կատարվել, բայց դրա համար Ռոբերտ Քոչյանը կրել է պատասխանատվություն, հա։ Կրել է պատասխանատվություն։ Ոչ։ Իր ախրանան է կրել պատասխանատվություն։ Այստեղ դե բոլորը գիտեն բոլոր ճշմարտությունները։ Տեսեք, լավ, ընդդիմությունը ձեզ ուրիշ բանում կարող է սրա վերաբերալ մեղադրել, դուք ուրիշ եւ այլ, չենք մտնում այդ բանավեճի մեջ, բայց վերջին երկու հարցը ներողություն, այս խորհրդարանի նիստերը, որ սկսել են, արդեն շրջանառության մեջ է դրվել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, համաձայն որի
ուրեմն նախորդող 1 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս այն քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկել Հայաստանում ընտրությունների ռեֆերենդում, որ այո 6 ամսյա առնվազն 6 ամսյա նստակայության ցենզ ունեն։ Սա ձեր պատասխաններ, իշխանության պատասխաններ այդ, չգիտեմ, կազմակերպված դրսից բերել քվեարկելու օրինակներին, թե նրան, որ առաջիկայում օրինակ դուք պատրաստվում եք, իշխանությունը պատրաստվում է հանրաքվեի եւ այս կերպ ցանկանում է մաքրել ընտրացուցակները եւ իջեցնել ընտրողների քանակը։ Սրանում ձեզ մեղադրում է պարոն Իշխան Սաղաթելյանը, որը երեք այստեղ էր այս տաղավարում։ Ես լսել եմ երեկվա հարցազրույցը եւ շատ ծիծաղելի էր ինձ համար, որովհետեւ մենք երբևէ նման քննարկում չենք ունեցել։ Ես ինքս համահեղինակ եմ այս նախաձեռնության օրենսդրական եւ ասեմ, որ սրա համար մոտիվացիան եւ պահանջը հենց հասարակությունից է եկել։ Այսինքն սա նաև ապացուցել է, խնդրում եմ, մտեք իմ էջի մեկնաբանություններում, տեսեք հազարավոր մարդկանց, որոնք ասում են ինչի պետք է այդ մարդիկ կարողանան գալ եւ մեր տեղը որոշել։ Եւ սա ցանկացած նախաձեռնություն առհասարակ, ինչ որ մի խնդրի է զբաղվում եւ լավարկելու տեղ է տեսնում, դա դառնում է նախաձեռնություն, եւ որ մենք ամեն քառորյայի 30-40 նախաձեռնություն ենք քննարկում օրենսդրական, սա հենց քաղաքացիներից եկած է։ Եղել է օրենսդրական նախաձեռնություն, որը մի քաղաքացու բարձրացած խնդրի բերումով է եղել։ Հիմա հազարավոր քաղաքացիներ, հազարավոր, 100 հազարավոր այս խնդիրը բարձրաձայնում են։ Եվ մենք նաև միջազգային փորձ ենք ուսումնասիրել, միջազգային փորձով սա եւս ընդունելի պրակտիկա է, բայց ես խնդրում եմ այս թվերը, որ դուք ասացիք, սա դեռ քննարկման փուլում է եւ սա դեռ որոշակի փոփոխություններ կրելու է, այսինքն 1 տարվա մեջ 6 ամիսը մի կողմ դնենք, իմաստն է, որ այն քաղաքացին, որը կապված չէ Հայաստանի հետ, չի ապրում Հայաստանում, չի աշխատում Հայաստանում, չի վճարում հարկեր Հայաստանում, չի ծառայում Հայաստանում, այսինքն ինքը ուղղակի քաղաքացի է եւ վերջ, եւ ապրում է այլ երկրում, այնտեղի հետ է կապված իր ամեն ինչը, որպես այնց գերեզմանատուն գալու տեղ, հա, իր համար, չկա եւ ստեղ որոշի բոլոր քաղաքացիների ճակատագիրը, հետո էլ անպայման ժամը 7-ին թռնի գնա, որ իր երեխաները իր ընտրության արդյունքները եւ ազդեցությունը չկրեն իրենց վրա, հա? Որովհետեւ մնացած երեխաները եւ բոլոր քաղաքացիները մնում են եւ առերեսվում են իրենց արածի հետ։ Հիմա այդ մարդիկ եկել են, ընտրել են նույն Սամվել Կարապետյանը, օրինակ, դիցուկ։ Դրանցից մեկին եւ գնացել են ենթադրենք, հա, որոշները։ Կարող է քաղաքացիական պայմանագիր են։ Հիմա խորհրդարանում ընդդիմադիր աթոռներին իշխանության մաս է նստած, որպես ընդդիմությունը եւս իշխանության մաս է խորհրդան, ով Հայաստան է ներկայացնելու դրսում, շփվելու է որպես այդ կարևոր մարմնի падգամավոր, հա, որպես խորհրդանի ներկայացուցիչ տարբեր միջազգային գործընկերների հետ, ներկայացնելու է Հայաստան տարբեր տեղեր, ունենալու է գաղտնիության թույլտվություն որպես падգամավոր, հա, այսինքն որոշակի ազդեցություն էլի էս մարդիկ որպես ընդդիմադիր անգամ թողելու են հասարակության վրա, բայց մարդիկ թողել գնացել են, իրենց մեկ է որևէ մի օրինակ նախկին, հա, Հայաստան Դաշնքի падգամավոր այժմ այլ ցուցակում տեղ գտած մի տեխնացուն հիմա մեղադրվում է օրինակ այդ գաղտնիության բերումով, հա, թույլտվության գաղտնի տեղեկությունը թարգմանելու եւ ուղարկելու այլ երկիր։ Սա լրտեսություն է եւ Հայաստանի դեմ արված լուրջ հանցագործություն է, բայց քանի որ սա դեռ մեղադրանք է, խնդրում եմ սա եւս հաշվի առնել այս կարծիքը լսելիս։ Եվ ուզում եմ ասել, որ այդ ցանկացած ընտրության արդյունք ազդում է քաղաքացիների վրա որևէ կերպ եւ ես չեմ ուզում անգամ պատկերացնել թե ինչ ազդեցություն կլիներ եթե նրանց հաջողվեր զավթել իշխանությունը։ Տիկին Հակոբյան, եթե խոսքը նրա մասին որ դրսից կարող է մարդիկ գալ եւ քվեարկել եւ դա անընդունելի, եթե նրանք կապված չեն Հայաստանի հետ, ապա վերջին ընտրության արդյունքները գոնե վիճակագրությամբ խոսում են նրա մասին որ մոտավորապես 30-ից 40 հազար մարդ մայիսին եւ հունիս ամսվա սկզբի 7 օրերին եկել է Հայաստան։ Մոտավորապես այդքան է ավել եկել։ Եվ մենք հստակ չենք կարող պնդել, դա ուղղակի օրգանիկ աճ է եղել, թե մարդիկ իսկապես եկել են ընտրելու։ Այսինքն որ մեզ են ընտրել, դա չի հարցը։ Չէ, ես նկատի ունեմ, որքանով է ինքը մեծ խնդիր, որpեսզի մենք նման սահմանափակում կիրառենք։ Որովհետեւ սրա արդյունքում ընդունենք թե չընդունենք, նույն իրավապաշտպաններն են նաև դրա ասում, որովհետեւ կապ չունեցող ընդդիմության հետ, հա, ասում են մենք ձևավորում ենք քաղաքացիների երկու խումբ։ Մի խումբը ունի ընտրական իրավունք, մյուս խումբը չունի ընտրական իրավունք։ Շատ զարգացած երկրներում, աշխարհում, եվրոպական տարբեր երկրներում նման ցենզեր կիրառված են եւ քաղաքացիների վերաբերյալ քաղաքացին, որը չի ապրում երկրում
որոշակի ժամանակ կա ընթացքում ինքը չունի ընտրելու իրավունք։ Սա նաև փորձ է ուսումնասիրված եւ օրենքի նախագծի արդեն քննարկումների ժամանակ դա եւս մանրամասն կներկայացվի։ Եվ սա ոչ թե նախորդ ընտրությունների պատասխանն է մեր այդ ուժերի։ Դուք համայնակ եք, չէ՞, օրենքի։ Որևէ մի երկիր կասեք եվրոպական։ Ես չգիտեմ անկեղծ դրա համար։ Ես տարբեր եվրոպական երկրներ ուսումնասիրել ենք։ Գերմանիայի փորձը կա, նույն Ավստրալիայում կա անգամ ոչ եվրոպական նման կարգավորում, տարբեր տեղեր այդ կարգավորումը կա, Դանիայում կարծեմ կա, տարբեր երկրներում կա, որը էլի մանրամասն կներկայացնենք օրենքի քննարկման ժամանակ։ Եվ սա նորմալ է։ Մենք բախվել ենք խնդրի եւ ոչ թե սա պատասխանն է այդ քաղաքացիներին, այլ սա բախված խնդրի արդյունքում խնդիրն է, որը պետք է լուծել։ Ինչ որ իրավունքի գերակայության մասին է խոսքը։ Իրավունքը մի դեպքում սահմանափակվում է, մյուս դեպքում չի սահմանափակվում, այստեղ խնդիր չի առաջանում։ Իրավունքի գերակայության հետ ընտրելը դա իրավունք է, ընտրության իրավունք է։ Ընտրվել է, ինչ է։ Ընտրվել է։ Էլի իրավունք է։ Բա ո՞նց է սահմանափակված։ Ո՞նց է օրինակ նստակեցության ցենզ սահմանած։ Ինչի է դա սահմանված։ Այնտեղ եւս կա տարբեր սահմանափակումներ կան տարբեր իրավունքների վրա, սա նորմալ է։ Սա նորմալ է։ Հասկացա։ Ցանկացած անգամ բացարձակ իրավունքների վրա մարդու ազատ տեղաշարժի իրավունքը բացարձակ իրավունքներից է, օրինակ, հա, սահմանադրական եւ սակայն դա ինչ որ մի կերպ, երբ որ մարդ ինչ որ մի բան է անում, դա սահմանափակվում է։ Եվ վերջին հարցը։ Կարծիքի ազատ արտահայտման եւ խոսքի ազատություն։ Եվ վերջին հարցը, տեսեք, երբ որ եւ նախընտրական շրջանում եւ ընտրական շրջանում սա վուլգար սոցիոլոգիա է, սա ռեպրեզենտատիվ չէ, երբ մարդկանց հետ եմ ուղակի շփվում, այս կամ այն կողմին աջակցող ու եթե Աստված մերացե այդ երկու մարդը իրար են հանդիպում, անգամ շատ մոտ բարեկամական հարազատական հարաբերություններ ունենալով, ինչ որ պահից այդ քաղաքական քննարկումները կարող են վերաճել անձնական թշնամանքի, այսինքն ի նկատի ունեմ բավական լարված եւ պառակտված այդ առումով իրավիճակ ունենք։ Մենք գուցե ես սխալվում եմ, չգիտեմ, բայց իմ անձնական այսպես ընկալումներն եմ ասում, որոնք կիսում են նաեւ շատ այլ լրագրողներ, փորձագետներ եւ այլ եւ այլ։ Չէ՞ կարծում ես, որ այս իրավիճակում ինչպիսին էլ լինի ընդդիմությունը, ընդդիմության տարբեր թևերը, չգիտեմ եւ այլ, քաղաքական համերաշխություն հաստատելու խնդիր կա Հայաստանում։ Եվ այդտեղ առաջին գործը պետք է անի իշխանություն, ձեռք մեկնողը լինի իշխանությունը։ Օրինակ 2021 թվականին նման փորձ արվեց ընտրություններից հետո Փաշինյանը խոսում էր դիալոգի եւ հակառակ ճամբարին ձեռք մեկնելու կարեւորության մասին։ Անգամ 18 թվականին էլի վարչապետը հրավիրեց խելքի գալու եւ նորմալ շարունակելու միասին ապրել, աշխատել մի երկրում հանուն մեր երկրի բարօրության։ Հետո 21-ին դուք հիշեցրեցիք Հետո մենք 1.5 տարի առաջ նաև էթիկայի կանոնագիր կընդունեցինք եւ խնդրեցինք մնացած ուժերին եւս նմանատիպ սահմանափակումներ իրենց համար սահմանեն եւ մնանք էթիկայի շրջանակում, որտեղ իրոք մարդիկ զզվել են խոսույթից, մթնոլորտից եւ երբ որ երկու ընտանիքի անդամ իրար հետ կամ ընկերներ այն թեմայով խնդիր են ունենում, դա գալիս է քաղաքական ուժերի այդ գեներացրած խոսույթներից նաեւ եւ այդ ատելության մթնոլորտից, բայց մենք մեր մեկնած ձեռքը օթում է մնացել այդ ժամանակ եւ մենք անգամ այս ընտրությունները մենք սիրո, համերաշխության մթնոլորտում, մենք խաղաղության մթնոլորտում ուրախ սրտերով եւ այնով, ուրախ գույներով գնացել ենք քարոզարշավ, շատ ուրախ, գիշեր, երշով, բարով։ Ահա։ Միջև այն պահը, երբ որ ինչ որ մի էթիկայի սահմանում մնամ, ինչ որ մեկը երրագլխից սկսեց այդ խոսույթով խոսել եւ վիրավորել, օրինակ կներեք, փողի քսակներով եկել են, հա, փորձում են ճակատներին մեր քաղաքացիների գներ են կպցրել, հա, ասում են էսի 50,000-անոց է, թե 100,000-անոցն է, այս մեկը ոչխար է, այն մյուսը անաղու հաց է, սենց ինչ որ պիտակներ են կպցրել, գներ են կպցրել մարդկանց ճակատին եւ մեզնից ինչ որ մեկը կարող է պահանջել, որ մենք այն աստիճան մեղմ չենք, որ նրանք ժպտան մեզ տեսնելիս, չէ, կներեք բոլոր այդ մարդիկ, որոնք Ղարաբաղցիներին ասում են անաղու հաց, զին հաշմանդամին իր վերջույթը կորցրած զինվորին պատերազմի ժամանակ, ասում են ոչխար, մարդկանց կանանց ասում են այս անոն 50,000-անոց էր, թե 100-ներ, ասում են 5,000 գլուխ մարդ են բերելու, հասկանում եք, այս գլուխը 5,000, ինչ որ այս նման բաներ ասող մարդկանց ես չեմ կարող սեր ու համերաշխություն տամ, այդ շրջանն անցել է, թավիշն անցել է, եւ բոլորը պատասխան են տալու ու կամ խելքի կգան, կամ կգնան այնպիսի տեղ, որտեղ խելքի գալը ավելի կոշտ միջոցներով, բայց հնարավոր է լինում գալ։ Ձեռք մեկնել չի լինելու։ Մեր ձեռքը
արդեն 8-րդ տարին մնացել է օդի մեջ։ Ով սեղմել է ձեռքը, ես չեմ ասում, որ սեղմողներ չեն եղել։ Շատերը սեղմել են այդ ձեռքը եւ նորմալ մթնոլորտում ապրում ենք, խաղաղ գոյակցում ենք եւ զարգացնում ենք Հայաստանը։ Ով գնացել է նորից այն ճանապարհով, որ պետք է այս նույն կերպ վերաբերվի քաղաքացիներին եւ մի հատ էլ արյան մասին էին խոսում այդ ուժի ներկայացուցիչները ԿՀ-ի դիմաց, այս մարդկանց հետ ինչ անես։ Շատ լավ, 8 տարի օդի մեջ է մնացել ձեռքը եւ հիմա իշխանությունը փոխում է մարտավարությունը կամ գործողությունները եւ այլ։ Կարծում եք այս կոշտ գործողություններով եւ կոշտ մեթոդներով կստացվի այդ համերաշխությունը հաստատել թե ոչ։ Իհարկե կոմպրոմիս չի լինելու, այսինքն ինչ որ մեկը գա, ասի ես այս 8 տարիա կներեք կատակ էի անում, հետ եմ եկել ներողություն խնդրեմ, ես չեմ ասում կոնկրետ ուժերի հետ, ես նկատի ունեմ հասարակության մեջ, ինչ վերաբերում է քաղաքացուն սովորական, մենք բոլորի իշխանությունն ենք եւ այդ բարձրացած թոշակը կամ դպրոցը, իսկ ինչ որ մեկը սահմանափակում է դնում, եթե մեզ ընտրում ես դու կարող ես սրանից օգտվել, եթե չէ գնա դու մի հատ հին դպրոց սարքենք այդ մարդկանց համար, այդպես չի, մենք բոլորի իշխանություն ենք։ Այդ խաղաղությունը բոլորի համար է, այդ լավ ուրեմն մեր սպառազինությունը կամ մեր տարբեր հաջողություններ երկրի, դա բոլորի համար է, ամեն ինչը բոլորի համար է։ Մենք բոլորի իշխանություն ենք եւ մեր քաղաքացին է, հա, մենք լեզուներս կարճ է քաղաքացիների մոտ, նույն կերպ չի ինչպես քաղաքական գործիչների մոտ, եւ մենք անգամ ես մի բան էլ ասեմ, ես ինձ մեղավոր եմ զգում, որ մի քաղաքացի այդ մանիպուլյացիայի տակ է մնում, որովհետեւ միգուցե ես որպես իշխանություն բավարար չեմ պարզաբանել այդ հարցը, հա, այդ մանիպուլյացիան իրեն հասել է եւ այդ քաղաքացու հետ խոսելիս ամեն օր նման դեպքեր լինում է, էլի, նման քաղաքացիների հետ խոսել, քաղաքացին հասկանում է ինչ է։ Միգուցե մենք ենք թերացել, լավ չենք բացատրել։ Ու այս շրջանը եւս շրջան է մեր գործով, մեր խոսույթով այդ քաղաքացուն իրականությունը ցույց տանք եւ ինքը ընտրի ինչ է ընտրում, բայց փողով չի կարող, փողով արդեն գնացած իր ձայնը ծախած մարդը, ոչ միայն իր ձայնը, իր ապագան, այլ բոլորիս ապագան ծախած մարդը չկա կոմպրոմիսի տեղ։ Ինքը նախ պետքա պատասխանատվություն կրի, հետո մարած կլինի իր մեղքը եւ կվերադառնա հասարակություն որպես մնացած քաղաքացիներ եւ այդ նույն ձեռքը իրեն էլ մեկնած կլինի։ Բայց եթե նորից գնում է նույն ճանապարհով, ավելի խիստ միջոցով նորից պետքա գնա դաստիարակման։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Հասմիկ Հակոբյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։